հայտարարելով, որ Հայաստանը դուրս չի գալու ԵԱՏՄ-ից, այսինքն Կրեմլի ստեղծած Եվրասիական տնտեսական միությունից, այն էլ ասելով դա անկախության օրը մայիսի 28-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաստատեց մեր պնդումը, որ նրա օրոք Հայաստանը չի դիմելու Եվրամիությանը անդամակցելու համար, այլ նաև փաստորեն խոստովանեց, թե ով է հաղթելու հունիսի 7-ի ընտրություններին, դա Վլադիմիր Պուտինն է, մասամբ նաև Իլհամ Ալիևը։ Այո, ընտրություններում հիմնական մրցակիցները հենց նրանք են, Ալիևը և Պուտինը։ Իմիջիալուց, ինչպես պարզվեց նույն մայիսի 28-ին, դրան դեմ չէ նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որը աջակցեց Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Այսինքն հաղթողին մենք գիտենք, անգամ հաղթողներին, իսկ ինչ է վերաբերվում հայ ժողովրդին, ապա մեր հաղթանակը հնարավոր է փաստորեն միայն մի դեպքում, երբ որ պարտվի հունիսի 7-ի ընտրությունների հաղթող, այսինքն Վլադիմիր Պուտինը, իսկ դա հնարավոր է, երբ որ հաղթի Ուկրաինան։ Այդպես որ կեցցե Ուկրաինան, Հայաստանի անկախությունը հիմա մեծապես կախված է Ուկրաինայի հաղթանակից։ Այսպիսի անկախության օր է, շնորհավոր։